Judaism, դա ջուրուտների մոտա, հնդիկների մոտ, դուսը վար է կամեր թոքից գինեն, վաղ դուսը վար է, հնդիկների մոտ դա կոչում է ինդուիզմ, իրանք ինդուս են, ինդուիզմա, չինացիների ու ճապոնացիների մոտ կոչում է սինտոնիզմ ու դիոնիզմ, ինչա դա նշանակում, էդի բուդիզմի փիլիսոփական տրակտերն է, մենք 5-րդն ենք, բուդմատն ենք, ամենակարևորն ենք, որ այս 4-ին իրար պիտի հավաքենք, չէ որ դու ետ որ ղեկը բռնում ես ձեռդ, այս բուդմատով ես ամրացնում, մենք պիտի լինենք արմենիզմը, եթե սրանք ինդուսները ինդուիզմը, իսկ ջուրները իուդայիզմը, մենք պիտի լինենք արմենիզմը, ինչ է նշանակում արմենիզմը, արմենիզմը նշանակում է մենք ունեցել ենք հետանոսություն, արևապաշտություն, կրակապաշտություն, ջրապաշտություն, հետո դարել ենք 301 թվից քրիստոնեություն, մենք պիտի գնանք առաջ, մենք մի ազգն ենք, որ մարդկությանը միշտ լուսավոր ճանապարհն է ցույց տվել, յուրաքանչյուր կրոն ինքը ունի մաքսիմում 4000 տարի, մենք հիմա պիտի մեր ազգը հանենք դեպի ապագա, որ ազգը անընդհատ հնից է խոսում, մենք Տիգրան Մեծի ժամանակ այդ ազգը մեռել է, չկա, որ ազգը ապագայից չի խոսում, այդ ազգը ապագա չի կարող ունենալ, այսինքն մենք պիտի գնանք դեպի ապագա գնալու համար մենք պիտի սինտեզ անենք մեր անցյալը, մեր ներկան, որ գնանք դեպի ապագա, այսինքն մենք ունեցել ենք դաշնակցություն, հնչակյան կուսակցություններ, Տիգրան Մեծի ժամանակ մենք դա բոլորը սինտեզ ենք անում, լավագույն փիլիսոփաներին, լավագույն պատրիոտներին ու մշակում ենք արմենիզմը, արմենիզմը ոչ ես կարող մշակեմ մենակով, ոչ ովա, մենք այսպես տղեկոտի նստենք ու որոշենք, հիմա քանի որ մենք միշտ կռվել ենք, մեր կյանքը, մեր առողջությունը դրել ենք ու հավատացել ենք ոնց որ որան ասեց, մենք մեր երկրի մեջ այսօր սկի մի մասնիկ չունենք, մի տոկոս չունենք, բայց մենք դրա համար կռվել ենք, ես առաջարկում եմ, եկեք բոլորս իրար միանանք, Կապադոսի ժամանակ մենք հռչակեցինք այդ արմենիզմը, ռուսերեն արմենիզմա կոչվում, հայերեն կոչվում է հայկականություն, հայկական վերսիան։ Հայկական վերսիան հայկականությունն է, ասենք, բայց մեզ մենակ մենք ենք մեզ հայ ճանաչում։ Իմիջիալոց ոչ մի հատ քարտեզ չկա աշխարհի վրա, որ վրեն գրված լինի Հայաստան, գոյություն չունի, սաղ տեղերը Արմենիա, մեզ արմեն են ճանաչում, հայք չեն ճանաչում, այսինքն դու պատկերացնում եք 4000 տարի մենք հայք ենք։ Մենք ենք ասում, ես ես այդ հարցն եմ կասեմ, այսինքն մենք արմենական ենք, դրա համար մենք, ես 7-րդ դասարանում սովետական դպրոցում սովորում եմ, կար արմենոիդն ռասա, հետո մեզնից հետո էդի հանեցին, այսինքն մենք ռասա կրող ենք, հասկանում ես, աշխարհում 4 ռասա է այսօր, կարմիր, կրասնակոժի ինդիացիները, սևականները, նիգրիտոիդը ռասա, չինացիները, դեղին ռասան, վիետնամը բանը, ու բանը ինդո-եվրոպականը, արիական ռասա, մենք արմենոիդն ենք, մենք 5-ն ենք, արա ոնց գցում ես, մենք 5-ն ենք, մենք այս 4 ազգերին, այս 4 ռասաներին միացնող ենք, դրա համար մեր արմենիզմը, մենք ուրիշ տարբերակ չունենք, երբ որ ես այդ արմենիզմի մասին խոսացի, ով մածի կանոն դուսը կար այդ ժամանակ, մախնուն է եղել այդ ժամանակ այդ ելույթին, ոնց որ մենակ այդ ժամանակ մախնուն է եղել, դու չկայր չէ մամում այդ ժամանակ, այդ ամենաառաջին, ես գնացի Մոսկվա, դրանից հետո Հռոմի պապը եկավ, տրապի վրա կանգնեց ասեց հայերի փրկությունը արմենիզմի մեջ է, այս որ մահացավ, ու արամում ինձ անում, ես չէ, բան, ես իմ իրար լեզվով, իտալերեն, անգլերեն չի իմաստետ են, եկել արամում զանգում, ես վերջապես ջոգեցի ով քո կրիշը, բանն ասում է, Հռոմի պապը, որ է սա, բայց կամ չունի, այլ մարդը գիտացի մարդը ինքը հասկանում է, հիմա մենք ինչով ենք տարբերում, մեզ մասը անջատի